Հուլիսի 10-ից մասնագիտական ուսումնական հաստատություններ, քոլեջներ ընդունվել ցանկացողները կարող են հայտագրվել էլեկտրոնային եղանակով։ Այս տարի ընդունելության կարգում փոփոխություններ են արվել, հայտնում է Կրթության փոխնախարարը։ Գործընթացն իրականացվելու է երկու քայլով։ Ծնողները անչափահասների պարագայում, իսկ չափահասների պարագայում արդեն քաղաքացին ինքը կարող է մուտք գործել MyEMIS համակարգ, որտեղ գրանցվում է MyEMIS համակարգում բացում է իր օգտահաշիվը։ Օգտահաշվի բացվելուց հետո, երբ որ արդեն հայտագրման ժամանակաշրջանը կգա, իսկ հայտագրման ժամանակաշրջանը մեկնարկելու է հուլիսի 10-ից, քաղաքացիները արդեն հնարավորություն կունենան ընտրել այն ուսումնական հաստատությունը, որտեղ ուզում են դիմել, Ապա նախընտրելի ուսումնական հաստատության ցանկից ընտրվում է ցանկալի մասնագիտությունը կամ որակավորումը։ Դիմորդը կարող է դիմել մեկ քոլեջի, մեկ մասնագիտության համար անվճար եւ վճարովի ուսուցման հիմունքով։ Կարևոր է նախապես մինչեւ հայտագրման մեկնարկը գրանցվել my.yemis.am հարթակում բարդություններից խուսափելու նպատակով։ Երկու եղանակով է գրանցումը տեղի ունենում, եթե քաղաքացին ունի ID քարտ, ապա ESM համակարգով իդենտիֆիկացվում նույնականացումը տեղի ունենում, եթե չունի ID քարտ, ապա կարող է սովորական էլեկտրոնային հասցեով գրանցվել եւ կրկին իր տվյալները ստուգվում են, իդենտիֆիկացվում են, նույնականացվում է իր տվյալները, որից հետո արդեն մենք ունենում ենք հստակ տեղեկատվություն տվյալ քաղաքացու մասին։ Դիմորդների տվյալներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, իսկ միասնական թվային հարթակում հասանելի աշակերտներին հետաքրքրող ամբողջական տեղեկատվություն, առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները եւ այլն։ Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են դիմորդին իր փաթեթը ամբողջությամբ ներկայացնելու համար, այդ թվում նաեւ 9-րդ դասարանի հիմնական դպրոցի վկայականը, որով պիտի դիմի, հասանելի է լինելու հարթակում եւ այլևս որևէ փաստաթուղթ կցելու անհրաժեշտություն չի լինելու, բացառությամբ այն դեպքերում, եթե օրինակ ավարտական վկայականը կամ միջնակարգ կրթության դեպքում ատեստատը էլեկտրոնային չէ։ Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը եւ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով կընդունվեն ոչ ոլորտային մասնագիտություններով մինչեւ օգոստոսի 10-ը, ոլորտային մասնագիտություններով մինչեւ հուլիսի 24-ը։ Քննությունները կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը ընկած ժամանակահատվածում։ Արամ Մարանդյան, Արամ Հարությունյան, լուրեր։